Ցանկանում եմ ձեզ բոլորիդ ասել, այսօրվա պարտությունը մեր պատմության ավարտը չէ։ Մեզ հիմա պետք է պատմություն այն մասին, թե ինչպես արժանապատվորեն դուրս գալ պարտված վիճակից ու վերականգնվել, ինչպես կրկին դառնալ միասնական երկիր։ Մեզ պետք է համերաշխություն եւ միավորում պառակտումից հետո։ Անցյալի փոխարեն մեզ պետք է ապագա։ Մենք ունենք ապագայի կարիք, պարզ ապագա, որ հիմնված չէ նախկինի սխալները կոծկելու կամ նախկինում իր լավ լինելը ապացուցելու մղումների վրա։ Հենց սրա համար է մեզ պետք միասնություն։ Մեր երեխաները, մենք ինքներս չպետք է կրենք անցյալի բեռը, բայց պետք է անցյալով խրատվենք, մեր դասերը քաղենք ու թույլ չտանք, որ մեր հետ կատարվածը նորից կրկնվի։ Բոլորս ենք հարցնում, ինչու մենք պետք է ապրենք այնպիսի երկրում, որտեղ ամեն ինչ պատերազմի, պարտության ու հանձնվելու մասին է։ Իրականում մենք կառուցելու ենք ու շարունակելու ենք կառուցել։ Ուրախանալու ենք սկզբում փոքր, բայց հետո մեծ հաղթանակներով։ Այո, դժվար է լինելու։ Այո, մենք սխալվել ենք։ Այո, մեր ուժերը ջլատված են, բայց մենք կարող ենք քայլ առ քայլ կառուցել նոր կյանք, ուղղակի սովորական, բնական, բայց արժանապատիվ կյանք։ Այդ ճանապարհին չպետք է լինեն հակադրություններ ու պառակտումներ։ Մենք բոլորով պետք է աշխատենք հանուն մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի։ Դա պետք է լինի միավորում հանուն պետության, ժողովրդի ապագայի։